Այսօր մի փոքր ուզում եմ խոսամ հավատքի մասին, բայց պետք է խոսամ 91-րդ Սաղմոսից։ Ուզում եմ մեր նվերները, նվիրատվությունը վերջում հավաքենք, հետի թողոք ինձ նորմալ է։ Ուզում եմ մեր նվերները վերջում հավաքենք, որտեղ խիստ կապակ, այսպես ասած, շահկապված է, այն ինչ որ պետք է խոսամ, նաև մեր հավատքի սերմերի հետ, հավատքի ընծաների, նվերների հետ։ Սաղմոս 91-ից մենք հիմնականում այսօր կմնանք այստեղ, բայց ուզում եմ իրար հետ նախքան Սաղմոս 91 կարդալը գնանք առաջի Պետրոս, ներեցու երկրորդ Պետրոս թուղթ, առաջի գլուխ։ Երկրորդ Պետրոս, առաջի գլուխ։ Կընթերցենք 16-րդ խոսքից։ Երկրորդ Պետրոսի թուղթ, առաջի գլուխ, 16-րդ խոսքից։ Սիրելիներ, մենք մեր հավատքի հիմքը խոսքն է, նույն ինքը Քրիստոսը, Աստծո բանը, որ մարմին դառավ ու բնակվեց մեր մեջ։ Մեր հավատքի հիմքը նշանները չեն։ Այն տեսիլքները չեն, որ մեզանից շատերը տեսել են, որ շատ սուրբեր տեսել են, այն երազները չեն, որ Աստված երազների միջոցով խոսացել է։ Մեր հավատքի հիմքը խոսքն է։ Անգամ Գաբրիելը, երբ որ հանդիպեց Մարիամին ու ավետիս տվեց, որ որդի պիտի ծնես, սա ևս խոսքի հիմքով էր։ Դա խոսքն էր, որ կատարում է, դա Աստծո խոսքն էր, որ իր լրմանն էր հասնում, այդ պահին, այդ Մարիամի առումով։ Հիմա մեր հավատքի հիմքը խոսքն է։ Ես ուզում եմ այսօր հենվենք խոսքի վրա։ Սիրելիներ, ես այդ մասին մի քանի ծառայություններ առաջ խոսացել եմ։ Ես չեմ հավատում հրաշքներին։ Ես չեմ հավատում գերբնական երևույթներին, դրսևորումներին։ Ես հավատում եմ սրանց անհավատների առումով։ Երբ որ մեկը դրա կարիք ունի, ասես վեր կաց եւ քայլի։ Բայց ոչ որդիների։ Մեր համար խոսքից ավելի ծանրակշիռ ոչինչ չի կարող ունել։ Ոչ մի հրաշք, ոչ մի բժշկություն, ոչ մի տեսիլք, ոչ մի նշան։ Եվ այս առումով Պետրոսը շատ հրաշալի ասում 16-րդ խոսքից։ Երկրորդ Պետրոս թուղթ, առաջի գլուխ 16-րդ խոսքից։ Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելներին հետևելով ցույց տվինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը եւ գալուստը, այլ ականատես լինելով նրա մեծափառությանը, որովհետեւ նա Հայր Աստվածանից պատիվ փառք առավ, երբ որ այն մեծ վայելչության փառքից այնպիսի ձայն եկավ նրան, թե դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ։ Հիշում եք այս պատմությունը։ Այլակերպության լեռան մասին է Պետրոսը խոսում։ Պետրոսը, Հովհաննեսը, եթե չեմ սխալվում, Հակոբոսն էր այնտեղ եւ Հիսուսն էին։ Երբ որ Մովսեսն ու Եղիան եկան ու զրուցում էին Հիսուսի հետ։ Պետրոսը սրա ականատեսն էր։ Մենք հավատում ենք եւ մեր առումով Հիսուսը Թովմասին ասեց. դու տեսար, հավատացիր Թովմաս, բայց երանի նրանց, ովքեր այս ֆիզիկական աչքերով չեն տեսնի, բայց կհավատան։ Մենք հոգով ենք տեսնում, մենք հոգով ամեն օր ենք նրա հետ հաղորդակցում։ Բայց Թովմասին սա ասաց Հիսուսը։ Որպես փաստ Պետրոսը ֆիզիկապես տեսել էր այն ինչ որ պատմում է, մեծ վայելչությունը։ Ես խորապես համոզված եմ, եթե մեզանից որևէ մեկը ֆիզիկապես սա տեսած լիներ, իր բերանը հնարավոր չէր լինի փակել։ Որտեղ կանգներ կպատմեր, որտեղ կանգներ կխոսար, հիացած։ Այդ հիացմունքը ինքը չէր կարա զսպել, այդ հիացմունքը չէր կարա պահել իր ներսում։ Օրը 24 ժամ ում հանդիպեր դրանից պիտի խոսար։ Հիմա Պետրոսը, բայց տեսեք ինչ է ասում։ Ասում մենք ականատես ենք եղել դրան։ Եվ այս ձայնը մենք լսեցինք երկնքից եկած։ Իմ խորին համոզմամբ իրանք ֆիզիկապես են լսել այս ձայնը։ Որտեղ այս փորձառությունը նաև ունեցել են մկրտության օրը, այն բազմությունը, որ այնտեղ հավաքված է Հիսուսի առումով,
որ ասեց դա է իմ սիրելի որդին։ Եվ այս ձայնը մենք լսեցինք երկնքից եկած, երբ որ նրա հետ այն սուրբ սարում էինք։ Այնքան էին տպավորված, այնքան էին սենսացիոն, իրանց մոտ սենսացիա էր, հա դա, որ ասում է սուրբ սարում, այդ սարն էլ սրբացրել էին, սուրբ սարում էինք ասում է։ Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք։ Նոր հարաթարգմանության մեջ ասում է ավելի արժանահավատ խոսքն ունենք, մարգարեական։ Նրանք ֆիզիկական աչքերով տեսել էին բան, որ մեզանց ոչ մեկս չէինք տեսել։ Եվ եթե տենայինք, ասում եմ, մեր նկարագիրը ոնց կլներ։ Նրանք ֆիզիկական ականջներով լսել էին բան, որ մեզանց որևէ մեկը չի լսել, բայց այդուհանդերձ ասում է մարգարեական խոսքն է ավելի հաստատում։ Եվ մենք մեր տեսածի հիման վրա չէ, որ ասում ենք, այլ մեզ համար էլ մարգարեական խոսքն է ավելի արժանահավատ։ Եվ Հիսուսը այս առումով ասեց, դուք քննում եք գրքերը, որ կյանք ունենաք նրանցով, բայց չեք գալիս ինձ մոտ, որ կյանք ունենաք, որովհետև գրքերը իմ մասին են խոսում։ Գրքերը ասելով Թորան, հա, օրենքը եւ մարգարեները։ Եվ օրենքն ու մարգարեները խոսում էին Հիսուսի մասին։ Եվ Պետրոսը, երբ որ ասում է մարգարեական ավելի արժանահավատ կամ ծանրակշիռ խոսքն ունենք, ինքը ի նկատի ունի այն խոսքը, որ պատմում էր Հիսուսի մասին։ Դա ավելի արժանահավատ է, քան այն ինչ որ իրանք տեսել ու լսել էին։ Ես ընդունում եմ բոլոր արտասովոր, չեմ ուզում ասեմ գերբնական, արտասովոր երևույթները։ Ես ընդունում եմ բոլոր տեսիլքները, որ մարդիկ տեսնում են։ Այսօր Տուշիկ քույրը սիրելի հրաշալի վկայություն պատմեց տեսիլքով, Տեր իրան շատ ծանր իրավիճակում ասեց ապրի, Հիսուսը ձեռքը դրեց իր ճակատին, ասեց դու ապրելու ես։ Ես ընդունում եմ սա, ես սրան հավատում եմ, բայց սա չի մեր հավատքի հիմքը։ Մեր հավատքի հիմքը խոսքն է, հենց ինքը Հիսուսը։ Մարգարեական ավելի արժանահավատ խոսքը, որ ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք։ Եթե նրան Հիսուսին մտիկ անեք, նայեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, միջև որ ցերեկը լուսանա եւ լուսաբեր արեգակը ձեր սրտերում ծագի։ Հիմա ես ուզում եմ իրար հետ վերադառնանք Սաղմոս 91-ը։ Ես միտումնավոր այս տեղը կարդացի, որովհետեւ հիմա այն ինչ որ ես պետքա խոսեմ Սաղմոս 91-ից, սա մարգարեական է։ Իմիջայլոց հենց հաջորդ տողերում Պետրոսն ասում է եւ որևէ մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, գրքերն ու մարգարեները իրանց հատուկ մեկնությունը չունեն, որտեվ մարդիկ իրանց կամքով չէ որ խոսեցին, այլ Սուրբ Հոգուց ներշնչված խոսեցին Աստծո մարգարեները եւ դրանք իրանց հատուկ մեկնությունը չունեն։ Դա չէր վերաբերվում նեղանձնական, ասենք Իսրայելին եւ վերջ, դա չէր վերաբերվում Եզեկիային եւ վերջ, դա չէր վերաբերվում Մանասեին եւ վերջ, օրինակ եմ ասում, այս անունները։ Գրքերն ու մարգարեները իրանց հատուկ մեկնությունը չունեն։ Հիմա այն ինչ որ ես կարդալու եմ, որը ասոցացվում է Քրիստոս Հիսուսի հետ, որը տեղավորվում է խաչի վրա կատարված Քրիստոսի ավարտուն գործի ճշմարտության, տրամաբանության եւ իրողության մեջ, սա մեր մասին է ուղիղ։ Եվ եթե մենք սա վերցնենք, մենք կշահենք, մենք կապրենք։ Գրված է, եթե նրան մտիկ անենք, մարգարեական ավելի արժանահավատ խոսք ունենք։ Եթե նրան մտիկ անեք, լավ կանեք։ Հիմա Սաղմոս 91։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ով? Նա, ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, ով կասի Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, նա, ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, որովհետեւ նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից, նա կծածկի քեզ իր փետուրներով եւ նրա թևերի տակ ապահով կլինես։ Նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ։ Ով պիտի փրկվի որսողի որոգայթից, նա ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ։
Ես կասեի ամեն։ Երեխան ասեց։ Նա ով բնակվում է բարձրալի ծածկոցի տակ, նա պիտի փրկվի որսողի որոգայթից։ Իմիջայլոց ես չեմ առարկում, որ գուցե լինեն որսողներ, գուցե մեր առաջ լինեն որոգայթներ, գուցե։ Բայց ինչ կապ ունի ինչ որսողներ եւ ինչ որոգայթներ կան իմ քո առաջ, երբ մենք բնակվում ենք բարձրալի ծածկոցի տակ։ Եվ երբ բարձրալի ծածկոցի տակ մենք ապահովված ենք, փրկված ենք, փրկագնված ենք, անխոցելի, անձեռնմխելի ենք ցանկացած որսողի, ցանկացած որոգայթից։ Ես սովորությունն եմ ասել, ինչ կապ ունի, ինչ իրավիճակներ կան քո դեմ, եթե քո պահապանը Տերն է։ Ինչ կապ ունի, ինչ ուժեր ու երևույթներ են բարձրացել քո դեմ, եթե քո ապավենը նա է, երբ որ դու նրան քեզ ապավեն արիր։ Որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթից։ Ես հիմա հավատքի խոսքեր եմ շռայլելու։ Եթե կարող ես վերցրա ուղղակի, եթե կարող ես ընդունի սա, հենց քո, հենց այդ իրավիճակի համար, եթե կարող ես վերցրա։ Մարգարեական ավելի հաստատուն խոսք, սա մարգարեական է։ Ես շարունակության մեջ կարդալու եմ բաներ, որ Սաղմոս 2-ն անգամ ինքը չէր հասկանում ինչ էր խոսում, բայց ինքը մարգարեանում էր։ Կհամոզվեք քիչ հետո։ Եվ մարգարեությունը իր հատուկ մեկնությունը չունի։ Սա չէր վերաբերվում Դավիթին ու վերջ։ Սա հենց հիմա, հենց այսօր վերաբերվում է քո հենց այդ տվյալ իրավիճակին, որը որոգայթ է քո դեմ։ Որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթից։ Եթե կարելի է, կուզես բարձրաձայն ասա, նա պիտի փրկի ինձ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկի ինձ իր փետուրներով, եւ նրա թևերի տակ ես ապահով պիտի լինեմ։ Նրա ճշմարտությունը ասպար է եւ սրա։ Հիսուս մի առթով ասեց, երբ որ հрьяաները բարձենում էին Աբրահամով, որ մենք Աբրահամի սերունդ ենք, Հիսուսն ասեց. կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Երբ որ Պիղատոսը Հիսուսին փիլիսոփայական հարց տվեց, իսկ ինչ է ճշմարտությունը, ասեց ես եմ ճշմարտությունը։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Սաղմոս 2-ն ասում է, նրա ճշմարտությունը ասպար է եւ զրա։ Նրա ճշմարտությունը մեկ բառով ասած դա Հիսուս Քրիստոսն է։ Ամեն բան, որ կապված է Հիսուսի հետ, ամեն բան, որ պայմանավորված է Հիսուսով եւ Հիսուսի արածով, սա ճշմարտություն է, որը ինձ եւ քեզ համար ասպար է եւ զրա։ Ես ուզում եմ այսօր մենք չկենտրոնանանք որսողների վրա, որոգայթների վրա, չար ժանտամահերի վրա։ Ես ուզում եմ այսօր կենտրոնանանք նրա ճշմարտության վրա, որ որսողի որոգայթի դեպքում, որ չար ժանտամահի պարագայում ինձ համար ասպար է եւ զրա։ Եվ նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Դու չես վախենա գիշերվա զարուրանքից, ասա ես չեմ վախենա գիշերվա զարուրանքից, թերևս խավար ժամանակներով անցնես, թերևս խավար իրավիճակներ պատահեն քեզ, բայց դու պիտի չվախենաս գիշերվա զարուրանքից, դու պիտի չսարսափես, դու պիտի չտագնապես, որովհետև դու մարգարեական ավելի արժանահավատ խոսք ունես, որ Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը։ Եսային ասում է վեր կաց լուսավորվի, ում է ասում լուսավորվի, որ խավարի մեջ է, ում է ասում լուսավորվի, ով որ խավարի միջով է անցնում, որովհետև ասում է լույսը եկել է։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, դու ինչ-որ իրավիճակներով ես անցնում, դու ինչ-որ մղձավանջերով ես անցնում, դու ինչ-որ խնդիրներ ունես, դու ինչ-որ հարց ու պատասխաններ ունես, դու ինչ-որ երազանքներ ունես, դու ինչ-որ տեսիլքներ ունես, դու ինչ-որ մտավախություններ ունես, Աստծո խոսքը դու չես վախենալու գիշերվա զարհուրանքից, մեկ պայմանում, մեկ պարագայում, միայն թե լինես նրա ծածկոցի տակ, միայն թե հայտնվես բարձրալի ծածկոցի տակ, խավար որևէ իրավիճակ քեզ խավար չի։ Սաղմոս 2-ն ասում է, անգամ եթե խավարում նստեմ, դու իմ լույսն ես, անգամ եթե խավարով ծածկվեմ ես, դու ես իմ լույսը, եւ Եսային ասում է, վեր կաց եւ լուսավորվի, ամեն։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը։ Ես հիմա ուզում սրա վրա մի փոքր կանգնենք։ Սիրելիներ, հիմա ինչ որ կասեմ, խնդրում եմ, փորձենք չհամեմատենք որևէ մեկի կյանքի փորձառության հետ։
Այս խոսքը, որ ես հիմա փորձեմ Սուրբ Հոգով մեկնել, իմ հայտնությունը փոխանցել, խնդրում եմ, փորձենք, որքանով հնարավոր է, չխառնենք սա թե մեր, թե մյուսների փորձառությանը։ Լսենք կարծես թե առաջի անգամ։ Եվ ես հավատում եմ, որ հայտնություն կստանանք։ Այն նետից, որ թրջում է ցերեկ, ասում եմ դու չես վախենալու։ Գիտեք ես, որ նայեն որ ասում է հանգիստ նստած էինք, շառը եկավ կպավ։ Մեր ժողովուրդը ասում է քոր գյուլլան։ Այն որ ուղղակի արձակված էր։ Դրա նպատակը դու չէիր, բայց քեզ կպավ։ Ասում է դու դրանից չես վախենալու։ Դժբախտ պատահարեր եղավ, ասում է դու դրանից չես վախենալու։ Եվ սա մարգարեական խոսք է, որ իր հատուկ մեկնությունը չունի։ Ու որ իմ կյանքում սա չստացվեց, դա չի նշանակում եղբոր առումով սա ճշմարտություն չէ։ Եղբայրը կարա վերցնի սա։ Եղբայրը կարա կարճի ես մարգարեական արժանահավատ խոսքից, որը ավելի ծանրակշիռ է, քան ցանկացած իմ եւ քո փորձառությունը։ Եթե միայն վերցնես սա, եթե միայն կարճես այս խոսքից, դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թրջում է ցերեկը։ Սիրելիս, ես գիտեմ, որ շատերին ինչ-որ բաներ պատահել է այս երկրի վրա։ Ես գիտեմ դրա մասին, ես չեմ մոռացել եւ ես չեմ անարգում որևէ մեկի իրավիճակը։ Բայց մարգարեությունը, որ ես կարող եմ վերցնել եւ նրան մտիկ անելը իմ առումով սա անհատական է։ Ես չեմ կարող քո փոխարեն մտիկ անել նրան։ Ես չեմ կարող քո փոխարեն այս խոսքը արժանահավատ համարեմ եւ ապրեմ սրանով։ Գրված է Աբրահամը հավատաց Աստծուն եւ դա նրան արդարություն համարվեց։ Գիտես Աբրահամի հավատքը ինձ ու քեզ չհամարվեց արդարություն։ Աբրահամի հավատքը Աբրահամին ու իր սերունդին համարվեց արդարություն։ Իմ հավատքը ինձ համարվեց արդարություն։ Չէ՞ որ դու արդարացար, երբ որ հավատացիր։ Չէ՞ որ դու փրկության ուրախությունը վայելեցիր, քեզ զգացիր նոր ծնված, երբ որ լսեցիր բարի լուր եւ հավատացիր։ Բայց ինչի շատերը չունեն այդ փրկության ուրախությունը, որովհետեւ լսել են ու չեն հավատացել։ Այն նետից, որ թրջում է ցերեկ, ես ուզում եմ սա անհատական մենք վերցնենք մեր իրավիճակների առումով։ Ես ցանկացած անգամ երբ որ ճանապարհ եմ դուրս գալիս, ինչ որ պատասխանատու տեղ եմ գնում կամ երկար ճանապարհ, ես սովորություն եմ դարձել իմ համար։ Ես գիտեմ, ովքեր որ վարորդ են ինձ շատ լավ կհասկանան, ես գիտեմ, որ մենակ իմ վարպետորեն վարելը քշելը հերիք չի, որ ես փորձանքի չգամ։ Ու բոլոր վարորդները սա գիտեն։ Եվ ասեմ, երբ որ դու ցանկացած անգամ դուրս կգաս ճանապարհ մեքենայով, հավանականության տեսության տեսակետից 50-50 դու տեղ կհասնես թե չէ։ Բարիս բուն իմաստով 50-50 դու փորձանքի կգաս թե չէ։ Դու ինչ գիտես այն ֆուրի վարորդը գիշերը անքուն չի մնացել ու քշում է ֆուրը։ Դու ինչ գիտես քո դիմացի մեքենայի բավականաչափ սարքին լինելը։ Այնքան դեպքեր են եղել, որի մասին դուք շատ ավելի լավ գիտեք։ Եվ ես սովորություն եմ դարձել իմ համար։ Ես ասում Տեր շնորհակալ եմ, ես հավատում եմ, հենց այսօր, իմ հենց այս ընթացքի մեջ դու հրամայել ես քո հրեշտակներին, որ ծառայեն ինձ, որ պահեն ինձ իմ բոլոր ճանապարհներում, որին ոտքը քարի չառնի։ Ես շատ սարսափելի վթարներից եմ փրկվել, շատ անգամներ, բազում անգամներ։ Ավելորդ համեստություն չանեմ, ես ինձ համարում եմ, որ ես լավ եմ քշում։ Իմ քշելը ինձ դուր է գալիս, իմ քշելու ոճը ինձ դուր է գալիս։ Կուզեի, որ շատերը քշեին այն ռեակցիայով, այն հմտությունները, որ ես քշում եմ։ Ինձանից լավ քշողներ էլ կան։ Բայց սիրողական տեսանկյունից ես ինձ համարում եմ լավ վարորդ, բայց ես շատ լավ գիտեմ բազում դեպքեր, որ իմ այդ վարպետությունը ինձ երբեք չէր կարող ազատել։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից,
այն նետից, որ թրջում է ցերեկը։ Հիմա մենք կարող ենք մտածենք, բա չէ, որ շատ որդիներ, շատ աստծոմարտիկ, մեր շատ քույրեր ու եղբայրներ տուժվեցին այդ ցերեկում թրջող նետից։ Այո։ Բայց գիտեք, ճշմարտությունը ինչու՞մն է կայանում։ Հիսուսը գրված է իր գավառում, Նազարեթում, չկարողացավ շատ հրաշքներ անել իրանց անհավատության պատճառով։ Ոչ թե Հիսուսի չուզելու պատճառով, այլ իրանց անհավատության պատճառով։ Եվ երբեմն, երբ որ աշակերտները զորացած, լցված գնում էին ծառայության, մեկ-մեկ հուսախաբ եղած գալիս էին։ Ագաշները գախ, ասում են Տեր, բա ինչի չստացվեց։ Ոչ միտեղ դու չես հանդիպի, որ Հիսուսն ասեց, տենց էլ պետք է լիներ, այդ տարբերակը չէր էլ անցնելու, հույսներդ կտրեք։ Ոչ մի անգամ դու չես հանդիպի։ Ամեն անգամ նա ասեց, կամ ձեր անհավատության պատճառով, կամ ձեր թերահավատության պատճառով։ Բա չէ որ ես ինչը տուժվեց, ես ինչ իրավիճակից, այո, բայց Աստծո խոսքն ասում է, մարդու սիրտը խորն է, դու ինչ գիտես, ինչ է կատարվում նրա սրտում։ Ես եւ դու միայն տեսնում ենք արտաքին երևույթը, ես եւ դու տեսնում ենք բախումները, ես եւ դու տեսնում ենք անկումները միայն ֆիզիկական աչքերով, բայց ես եւ դու չենք տեսնում փոխհարաբերությունը, ես եւ դու չենք տեսնում հավատքի կերակրված կամ չկերակրված լինելը, ես ու դու չենք տեսնում նրա կողմից ալիքներին նայելը, ես ու դու մենակ տեսնում ենք, որ Պետրոսը ընկղմվեց, ես ու դու տեսնում ենք, որ ես ինչ իրավիճակում տուժվեց, բայց Հիսուսը ցանկացած անգամ կմոտենա Պետրոսին, կբարձրացնի, կասի ինչի երկմտեցիր, ինչի երկմտեցիր, բա ինքը հովիվ է, ինքը ոնց, Պետրոսն էլ էր, գրված է սյուներ էին կարծված, բայց Հիսուսն ասաց ինչի երկմտեցիր, ուզում ես ասես, որ այն կնոջ հավատքը ավելի մեծ էր, քան Պետրոսինը, հա, հենց տենց էլ ուզում եմ ասեմ, որ այն 12 տարի տառապող, արյան մեջ տառապող կնոջ հավատքը ավելի մեծ էր, քան այդ իրավիճակում, տվյալ դեպքում, տվյալ պարագայում Պետրոսի հավատքը։ Եվ սա նորմալ է, այստեղ վիրավորական ոչինչ չկա։ Այդ կնոջ կողմից Պետրոսի հանդեպ։ Հիմա մեր աչքը չարա, որ կինը հավատաց։ Եթե միայն նրա հանդերձից այլին կպներ։ Հովհաննեսն ասում է, այս ամենը գրվեցին, որպեսզի հավատանք եւ հավատալով կյանք ունենանք։ Ոչ թե որ այն կինը հավատաց, որ կնոջ հավատալով կյանք ունենք, ոչ, այսօր ես եւ դու հենց հիմա հավատանք եւ հենց հիմա կյանք ունենք։ Բայց շատ ենք փորձել, այս հարցը չի անցնում, որ հավատանք, գործ չունես երեք ինչ ա եղել, թող, հետևի բաները մոռաց։ Հենց այսօր, հենց հիմա հավատանք եւ հավատալով կյանք ունենանք։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, ասա ես չեմ վախենալու գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թրջում է ցերեկը։ Եթերների ժամանակ ես աղոթքաժողովներում ասում եմ, ես դժբախտ պատահարի զոհը չեմ դառնալու, ես հռչակում եմ, ես դավանում եմ սա իմ առումով, ես չեմ դավանում սա, որովհետև իմ պապական ավանդույթ է, տենց եկած խոսքը ասում ենք, էլ երբ որ մեկին հարցնում ես, ընկեր ջան, ինչի ես աղոթում այդ նկարին, ասում է, դե էսի պապական եկած բանա անում ենք, չէ, պապական եկած բան չի անում ենք, այստեղ խոստում կա, այստեղ մարգարեական ավելի արժանահավատ, մարգարեական ավելի ծանրակշիռ խոսք ունեմ, որ ես չպիտի վախենամ գիշերվա զարհուրանքից, դրա համար ասում եմ, ես դժբախտ պատահարի զոհը չեմ դառնալու։ Ես շնորհակալ եմ Տեր, որտեղ սա մարգարեական է իմ։ Ես միշտ ասում եմ, Տեր, ես ցերեկում թրջող նետից չեմ, շառը չի գալու կպնի ինձ, որտեղ մարգարեական խոսք կա դրա։ Այդ մենակ քո համար է։ Ես չգիտեմ մենակ իմ համար է թեկու, բայց հավատացողի համար է։ Այս ամենը գրվեցին, որ հավատանք եւ հավատալով կյանք ունենանք։ Այն ժանտախտից չես վախենալու, որ խավարում շուռ է գալիս։ Այն հարվածից, որ սատկացնում է կեսօրում։ Այդ թողեք Լավանա նոր գնացեք իրան տեսակցություն, ինքը կորոնա է։ Դու չես վախենա այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալիս։ Եկեք այսօր անունը փոխենք, այն կորոնայից
որ այսօր շատերի տներում ու հիվանդանոցի պալատներում լի է ու թագավորում է։ Դու չես վախենալու կորոնայից։ Դու չես վախենալու ռակից։ Ով հիշենք, ով ում մասին է ասում չես վախենալու։ Նա, ով բնակվում է բարձրալի ծածկոցի տակ։ Լավ, ես չեմ դիմանում, բացենք Երկրոց 2-րդ գլուխ, ես ասեմ սա ում մասին է խոսքը։ Նորից վերադառնալու ենք 91-րդ Սաղմոս եւ շարունակենք, բայց տեսեք, Երկրոց գիրքը ովքեր են հիշում սա խորհրդանշական իմաստով Քրիստոսի եւ իր հարսը, մարմինը հանդիսացող եկեղեցու իմ կարծիքով սա Սիրավեպի գիրքն է։ Հիմա տեսեք ինչպես է արտահայտվում Փեսան հարսի առումով։ Ով 14-րդ խոսքը Երկրոց 2-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Ով աղավնիս։ Այս եկեղեցին մեղավոր եկեղեցի է, ես այդտեղ չեմ գնում։ Յա։ Դու լա Հիսուսին հարցրա։ Ով աղավնիս, որ վեմի խորոչներում ես։ Ով աղավնիս, որ որտեղ ես։ Վեմի խորոչներում։ Ով աղավնիս, որ վեմի խորոչներում ես, որ ապարաժի ծածկոցի տակ ես, ցույց տուր ինձ քո երեսը։ Ձայնդ ինձ լսել տուր, որովհետև ձայնդ քաղցր է եւ դեմքդ հաճելի։ Դու գիտես, երբ որ դու կանգնում ես ու երկրպագում ես Տիրոջը, դա նրան քաղցր է ու հաճելի է։ Ասում է ձայնդ լսել տուր ինձ, ձայնդ լսել տուր ինձ, հաճելի է ինձ քո ձայնը։ Դեմքդ ինձ ցույց տուր, հաճելի է ինձ քո դեմքը։ Դու խոշտանգված չես։ Դու երեսից ընկած չես։ Դու արյան մեջ չես կողքրծում, դա անցել է, այդ ժամանակներն անցել է, նա անցել է քո կողքով եւ ասել է ապրի եւ այսուհետեւ քո դեմքը նրան շատ հաճելի է, քո ձայնը նրան շատ քաղցր է։ Առաջի Կորինթացիների, ես ուզում եմ այստեղը կարդամ ուղղակի, սիրելիներ, կարող եք չբացել, ուղղակի հետևել, բայց առաջի Կորինթացիների 10-րդ գլուխը չկորցնենք առանցքը, տեսեք ասում է ով աղավնիս, որ վեմի խորոչներում ես, ինչա վեմը, որ ապարաժի ծածկոցի տակ ես, Սաղմոս 91-ն ասում է բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, Երկրոցում ասում է, որ ապարաժի ծածկոցի տակ ես, բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, Երկրոցում ասում է, որ ապարաժի ծածկոցի տակ ես, ցույց տուր ինձ քո դեմքը։ Ով իմ աղավնի, որ վեմի խորոչներում ես։ Պետրոսը, Պողոս առաքյալը, առաջի Կորինթացիների 10-րդ գլխում, տեսեք ինչ է ասում, 4-րդ խոսքը, ամենքն էլ նույն հոգևոր խմելիքը խմեցին, խոսում է հայրերի մասին, Իսրայելի մասին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ գնում էր նրանց հետ, եւ այն վեմն էր Քրիստոսը, այն վեմն էր Քրիստոսը։ Ով աղավնից, որ վեմի խորոչներում ես բնակվում։ Մովսեսը ասես, Տեր, ուզում եմ քո փառքը տեսնեմ, ուզում եմ քո երեսը տեսնեմ, Տերն ասես, դու չես կարող իմ երեսը տեսնես։ Միջտասնի վրեդն է, բայց դու չես կարող իմ երեսը տեսնես։ Քեզ համար տեղ ունեմ ժայռի խորոչում, հիշում եք պատմությունը։ Քեզ համար տեղ ունեմ ժայռի խորոչում, ես քեզ այդ տեղ կդնեմ եւ դու հետևից իմ փառքը կտեսնես։ Դու չես կարող իմ երեսը տեսնել, որտեղ Հիսուսը չի խաչվել եւ հարություն չի առել եւ դեռ չի փառավորվել։ Բայց դու կարող ես իմ փառքը տեսնել։ Ավանսով դու կտեսնես իմ փառքը, բայց միայն վեմի խորոչում, որտեղ այլ կերպ դու չես կարող տեսնել ինձ եւ գոյատևել։ Եվ այդ վեմը Պողոս առաքյալն ասում է Քրիստոսն է, որից մեր հայրերը խմեցին, այդ ժայռը Քրիստոսն է։ Եվ մա տեսեք Երկրոցն ասում է, ով աղավնիս, որ վեմի խորոչներում ես, այսինքն կարանք ընդունենք, ով աղավնիս, որ Քրիստոսի մեջ ես։ Եվ Պողոս առաքյալը ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծված է, նա խոշտանգված չի, նա մեղավոր չի, նա տկար չի, նա հիվանդ չի, նրա երեսը հաճելի է Տիրոջը, նրա ձայնը քաղցր է Տիրոջը, նա ով վեմի խորոչում է, նա ով Քրիստոսի մեջ է, նա ով նոր ստեղծված է, եւ նա ով ապարաժի ծածկոցի տակ է բնակվում, այն նրա ձայնը հաճելի է Տիրոջը։
Այն ժանտախտից չես վախենալու, որ խավարում շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկացնում է կեսօրում, ով որ բնակվում է վեմի խոռոչում, ով որ բնակվում է ապառաժի ծածկոցի տակ, ով որ բնակվում է այն Քրիստոս վեմի մեջ, ամեն, սա մարգարեական է, սա մարգարեություն է Քրիստոսի մասին։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թրջում է ցերեկը, դու հայտնություն ստանում ես քո համար, քո իրավիճակի համար, քո կյանքի համար։ Ու մի նայի ինչքան բարդ է քո իրավիճակը, անգամ մի մտածի, հա բայց դու չգիտես ես ինչերով եմ ասում, այո ես չգիտեմ դու ինչերով ես ասում, բայց ես գիտեմ, որ դու չես կարա ինձ ասես մեկ իրավիճակի անուն, որը դատապարտված չի խոնարհվելու Հիսուս անվան առաջ։ Ես գիտեմ մեկին, ով ամեն դատապարտությունից ազատել է քեզ։ Ես գիտեմ մեկին, որ ամեն խավարներիդ մեջ քո լույսն է։ Եվ Աստծո խոսքն ասում է. վեր կաց ու լուսավորվիր։ 1000 հոգի քո կողմից կընկնեն եւ 10,000 քո աջ կողմից։ Դու գուցե մտածում ես, բայց այն իրավիճակները, որի միջով ես այսօր անցնում եմ, ախր շատ դժվար են, ախր շատ բարդ են, ախր շատ է, ես չեմ անում հիմա որով զբաղվեմ, որի մասին մտածեմ, ես խճճված եմ։ Աստծո խոսքն ասում է, սա մարգարեական ավելի արժանահավատ խոսքն է, ես այսօր սրա մասին եմ խոսում։ 1000 հոգի թերևս քո կողմից կընկնեն եւ 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Ասա ինձ չի մոտենա հարվածը, ինձ չի մոտենալու վնասը։ Միայն քո աչքերով կնայես եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես։ Որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու բարձրյալին քեզ ապավեն արիր, դու ես Տեր իմ հույսը, և Տերն ասում է, դու ինձ ասում, բարձրյալին քեզ ապավեն արիր, դու ես Տեր իմ հույսը, և ինձ պատասխանն է գալիս, դու բարձրյալին քեզ ապավեն արիր։ Պայմանները տեսնում եք, թե որ պայմաններում է, որ չես վախենալու գիշերվա զարհուրանքից, որ չես վախենալու չար ժանտամայից, որ չես վախենալու ցերեկում թռչողներից։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը, ուղիղ իմաստով, Քրիստոսի մեջ լինողը, այն վեմի խոռոչում լինողը։ Քեզ չար բան չի հասնի, դու չես վախենա, դու բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի, և նեղություն չի մոտենա քո բնակարանին։ Եկեք դեն դնենք մեր նախորդ բոլոր փորձառությունները, մեզ նախկինում պատահած բոլոր բաները, մյուսի փորձառությունը, մյուսի փորձառությունը։ Եկեք կերակրենք մեր հավատքը, վերցրա մարգարեական ավելի արժանահավատ խոսքը, քեզ չար բան չի հասնի, երբ, ինչպես, ում չար բան չի հասնի, ով ես դու, որ քեզ չար բան չի հասնի, ես մեկն եմ, որ բնակվում եմ բարձրյալի ծածկոցի տակ, այսինքն, ապառաժի ծածկոցի տակ, այսինքն, այն վենի խոռոչում, որը Քրիստոսն է, այսինքն, ես նոր ստեղծված եմ։ Ես գիտեմ, որ դու գիտեիր, որ դու նոր ստեղծված ես, բայց դու գիտեիր, որ Քրիստոսի մեջ լինելու պատճառով է, որ այս մարգարեությունները հերթով ակտիվանում են քո համար, երբ որ դու լսում ես եւ հավատում ես, երբ որ լսում ես, հավատում ես։ Հայրերի առումով Պողոսն ասում է, անապատում մեռած ընկան։ Հենց այստեղ ես որ կարդում եմ, եթե չեմ սխալվում, սրա շարունակությունն է 10-րդ գլխի։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, որովհետև անապատում փռված ընկան։ Տեսեք, ամենքն էլ նույն հոգևոր խմելիքը խմեցին։ Սա ժայռից ջուր խմելու մասին է։ Ամենքն էլ նույն հոգևոր վեմից էին խմում, որ գնում էր նրանց հետ, եւ այն վեմն էր Քրիստոսը, բայց Աստված նրանցից շատերին, չի ասում ամենքին, չէ ոմանք անապատում փռված չընկան։
Ամենքը խմեցին այն ոգևոր վեմից, ամենքը ծովով անցան, ամենքը մանանան կերան, ամենքը տեսան, լսեցին, բայց Աստված շատերին չհավանեց։ Ովքեր էին այն քչերը, որ Աստված հավանեց, որոնք անապատում փռված չընկան, մեռած չընկան, ովքեր էին, որ մեռած չընկան, հավատացողները։ Եբրայեցիների թղթում ասում է, արդյոք ումից զզվեց այն 40 տարին, չէ որ մեղք գործողներից, որ չհավատացին։ Իսրայելի մեծագույն մեղքը անհավատությունն էր, այն վենի նկատմամբ, որին ամեն անգամ փորձում էին, եւ փորձելը անհավատություններ։ Փորձելը միայն նեղ անձնական մանանա ուզել չէ կամ լորամարգիներ ուզել չէ, միս ենք ուզում, ջուր ենք ուզում։ Փորձելը դրա հիմքում ընկած անհավատությունն էր, որի պատճառով անապատում փռված ընկան։ Եվ ուզում եմ այս խոսքը նորից կարդամ։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, որովհետև անապատում փռված ընկան, եւ սրանք մեզ օրինակի համար եղան, որ մենք չարբան ցանկացողներ չլինենք։ Արդյոք այս խոստումները, որ իմ գրքում հիմա գրված են, իմ համար են միայն թե ոչ, իհարկե ոչ։ Բայց արդյոք այն խոստումները, որ նաև քո գրքում են գրված, քեզ կյանք են տալիս թե ոչ։ Միայն մեկ դեպքում, երբ որ դու գիտես այդ մասին եւ հավատում ես դրան, եւ դավանում ես։ Որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի, եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին։ Ես իմիջայլոց ասեմ, ես չեմ խոսում երկնային Երուսաղեմի նկարագրի մասին։ Ոչ, այնտեղ այսպես թե այնպես ոչ մի նեղություն չի հասնի քո բնակարանին։ Այնտեղ այսպես թե այնպես չար ժանտամախ չկա եւ ցերեկում թրջողներ չկա։ Խոսքը հենց հիմա է։ Հենց հիմա, երեք, այսօր, վաղը, քանի դեռ դες երկրի վրա ես ապրում։ Քեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, ասա ինձ համար։ Իր հրեշտակներին հրամայել է ինձ համար, որ պահեն ինձ իմ բոլոր ճանապարհներում։ Այստեղ երրորդ դեմքը ինձ քեզ ասում է, իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում։ Հիմա վերցրա սա քո վրա։ Սա դավանի քեզ համար, եթե դավանություն, ապա հավատքի դավանություն, եթե խոսք, ուրեմն Աստծո խոսքը, խոսանք Աստծո խոսքը, իր հրեշտակներին հրամայել է, ով, պապան, ինձ համար, ովքեր են հրեշտակները, գրված է, Տերը իր հրեշտակներին սպասավոր հոգիներ ան, որ ծառայեն նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն, ովքեր են ժառանգել փրկությունը, Այդ հրեշտակները ծառայողներ են, ծառայում են, սուպրան, սրբիչը, ուսին, թևին գցած մեզ ծառայում են, որ մեր ոտքը քարին չառնի։ Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում, նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չառնի։ Այդ ծառայող հոգիները, հրեշտակները ինձ, իմ բոլոր ճանապարհներում պիտի ձեռքերի վրա առնեն, որ իմ ոտքը քարին չառնի, Ես դրա համար ամեն ճանապարհ դուրս գալուց ասում եմ, հայ շնորհակալ եմ, ես հավատում եմ, որ հենց հիմա քո հրեշտակները իմ առաջից, իմ հետևից, իմ մեքենան ուղղակի շրջապատած ինձ ծառայում են, որ չար բան ինձ չմոտենա, որ իմ ոտքը քարին չառնի։ Երբ որ ինձ զանգում են եղբայրներից կամ հյուրայիններից զանգում ասում են ոնց է ճամփեքը, լավ ես գնում հոգունը չիտեմ, ասում թող հրեշտակները մտածեն, էլի համար մեկի տակ են աշխատում, դիրոջը բողոքում են ասում են տեր էլի հարց չկա, բայց ասա թող քնի գիշերները էլի, մենք ենք տանում տեղ հասցնում։ Այո, ես երբ որ դուրս եմ գալիս ճանապարհ, հրեշտակները համար մեկի տակ են աշխատում, որովհետև որդին ճանապարհը դուրս է, որտեղ որդին ընթացք է ապրում։ Եվ սա մենակ իմ առումով չի, սա իմ և քո առումով է։
Նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չառնես։ Ես մի անգամ հիշում եմ անցյալ տարի մարտ ամիսն էր։ Պետք է ես ուրբաթ օրը գնայի Սևան, որ շաբաթ օրը այնտեղ հավաքույթ անեի, բայց առավոտ վեր կացա տեղերիս մեջ, 5 շաբթի առավոտ վեր կացա, որ բացեցի եղանակը այսենց էր ստեղ, բացեցի լուրերը, տեսա, որ ճանապարհները փակվելու, այսպես ասած, վտանգի տակ են, ասի չէ, լավ էս օր եմ գնում, շուտ ճղեմ անցնեմ։ Մեքենայի անիվները այդքան էլ հաջող վիճակում չէին, ուրեմն Շուշիից սկսած աղբերներ, հիլի։ Ես էլ մի քիչ ոնց որ թե հույսս դրել էի մեքենայի վրա, որ 4 քաշողը խելացի է աշխատում նման դեպքերում ու գնում էի։ Բայց շատ արագ էլ չէի գնում, ասեմ սառույցի վրա ես սովորաբար ծայրաստիճան զգուշ եմ քշում։ Ինչքան էլ սիրում եմ արագություն, բայց սառույցի վրա ծայրաստիճան զգուշ եմ քշում։ Շուշին անցա, ուրեմն մի քանի ոլորաններ, ստեղից 16-17 կիլոմետր հեռավորության վրա է, այսինքն Շուշիից մի քանի կիլոմետր էի անցել այն ոլորանների վրա, ես չհասկացա ոնց ստացվեց, որ ուրեմն այսպես ես պետք է աջ թեքվեի, լեռն անցել սենց, պետք է անցնեի, ձախ կողմում անդունդեր ու նորմալ անդունդեր, ոչ այդ ագրաժեններն էլ չկային այդտեղ, ես չհասկացա ոնց մեքենան փախավ, պատմել եմ էսի շատերին, արագ չենք դանդաղ, բայց շատ հաստատուն քայլերով գտնում էր դեպի անդունդը ու մեքենան ընդհանրապես չէր ենթարկվում։ Այնքան ես հասկացա ինչ է կատարվում, այնքանով հասկացա, որ այդ բանը գոտին հանեցի ու դուռը բացեցի որ դուրս գամ, բայց ես չէի կարող, որտեղ ես եթե դուրս գայի, մեքենան ինձ վրա էր գալ, այդ նույն ուղղությամբ։ Այն կողմով էլ չէի հասնելու, մենակ վերջի պահին հիշում եմ աղաղակեցի Տեր Հիսուս պահի ինձ։ Ու ժողովուրդ ես պատմել եմ, մեքենան անդունդի հենց եզրի փշերի այդ մոշերի մեջ ցածր երևի այդ ակերի մակարդակի մոշոտ է հենց նենց է կանգնել, որ ես մեքենայից իջել եմ, ուրեմն այս կողմը անդունդն է, պետք է անցնեմ այս կողմնա ճանապարհը, հենց հանդիպակաց գոտին անցել եմ, մի բան էլ ենկով։ Այսինքն մեքենային քսվելով թաթերից վրա եմ անցել հակառակ կողմը։ Ու ոչ թե ինքը կամած գնացել է ու գանել, ես լավ հիշում եմ այդ պահը։ Ոչ թե աստիճանաբար ֆիզիկայի օրենքների համապատասխան կոտրել է արագությունն ու կանգնել, այլ այնքանով էր ինքը հաստատում, որ ես դուռը բացել էի, որ թռնեի մեքենայի մեջից, հետո քորը փոշման նորից փակել դուռը, բայց մեքենան եկավ ու հենց այդտեղ կանգնացրեց։ Տպավորություն էր, որ ինչ որ մեկ ուղակի մեքենան կանգնացներ։ Դա այդ պահին տպավորություն էր, բայց ես համոզված եմ, որ դա հենց այդպես էլ կար։ Ինչևից է, ես սպասեցի մի քանի րոպե մեր ոստիկաններից Լաչինից գալիս էին, բուխանկավազով, որ կանգնեցին տեսան ինչա կատարվել, ասում գնա այսօր մատաղ արա, ես արդեն էվակուատոր էի կանչել, ասում դու խաբար ես, որ հենց նոր դու ծնվել ես նորից, այսօր քո երկրորդ ծննդյան օրն է, ասում դու տեղյակ ես ինչից ես պրծել, ասում հասկացա արդեն, անհավատ մարդիկ են, ասում են Աստված է քեզ բայել, ասում եմ այո, գիտեմ որ Աստված է ինձ բայել։ Ուզում ասեմ, եթե դուք այդտեղ ռեալ տեսնեիք, ինչ պայմաններում որտեղ է մեքենան կանգնել, ավելի պատկերավոր կլներ։ Ու սա իմ համար արդեն կարծես կենսակերպ է դարձել, Տեր, ես գիտեմ, որ գուցե որսողներ լինեն, գուցե որոգայթներ լինեն, բայց ես գիտեմ, որ դու պահում ես ինձ որսողի որոգայթից, որ դու պահում ես ինձ ցերեկում թրջող նետից, որ դու պահում ես ինձ չար ժանտամայից, որ դու պահում ես ինձ շահից ու փորձանքից։ Այս ամենը գրվեցին, որպեսզի հավատանք եւ հավատալով կյանք ունենանք։ Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում, նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չառնի։ Առյուծների եւ իժերի վրա պիտի գնաս, առյուծի կորյուններին եւ վիշապին ոտքով կող կտաս։
Սրանք խորհրդանշական իմաստով են, ցանկացած դժվարություն, ցանկացած խնդրեմ, ցանկացած խնդիր, որ պիտի բարձրանա քո առաջ, ասում եմ դու պիտի կողքրտես, դու պիտի հաղթես, դու պիտի քայլես դրանց վրա, դու պիտի իշխես, որովհետև նա ինձ ցանկացավ, հիմա Տերն ասում իմ մասին, ասում է, նա ինձ ցանկացավ եւ ես կփրկեմ նրան։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Ես ուզում եմ այսօր ուշադրություն դարձնենք բարձր բառի վրա եւ անունի վրա։ Բարձր եւ նրա անունը ճանաչել։ Ես բարձր կանեմ նրան ում ինձ, քեզ, ասա նա ինձ բարձր կանի, նա ինձ բարձր կանի, որ ես ճանաչում եմ նրա անունը։ Գիտեք ինչ նշանակում ճանաչել նրա անունը։ Եկեք բացենք Փիլիպեցիների 2-րդ գլուխ։ Հավատացեք Հիսուսի անունը ճանաչելը, Տիրոջ անունը ճանաչելը չի նշանակում իմանալ, որ նրա անունը Եշուա է։ Իմանալ, որ նրա անունը Հիսուս Քրիստոս է, չէ, խոսքը սրա մասին չի։ Խոսքը սրա մասին չի։ Մանավանդ այս կոնտեքստում, որ մենք կարդում ենք, ես բարձր, ինչից բարձր կանի, չար ժանտամահից, առյուծների կորյուններից, գազաններից, գիշերվա զարհուրանքից, որսողի որոգայթից, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Հիշեք, բարձր եւ անունը ճանաչել ես բառերը։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, ով է բարձրանում բոլոր այս դժվարությունների ու իրավիճակների վրա, ով որ ճանաչում է նրա անունը, ով է ճանաչում նրա անունը, ով որ Քրիստոսի մեջ է, որ բարձրյալի ծածկոցի տակ է բնակվում։ Փիլիպեցիների 2-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան, ում? Հիսուսին։ Հիսուսին, նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Եվ Փիլիպեցիների թղթում Պողոսն ասում է, ես եւ դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան։ Այստեղ խոսում է Հիսուսի մասին, բայց թույլ տվեք համեստորեն ասեմ, այսօր Աստված ինձ եւ քեզ նայում, տեսնում, վարվում եւ վերաբերվում է ինչպես Քրիստոսին։ Որովհետև ես եւ դու Քրիստոսի մեջ ենք։ Եթե Քրիստոսը բարձր է, ուրեմն ես եւ դու ենք բարձր։ Միայն նրա համար, որ մենք նրա մեջ ենք։ Օրհնյալ է Աստված, որ մեզ Քրիստոսի հետ նստեցրեց երկնավորներում։ Նա քեզ բարձր է արել։ Նա քեզ բարձր է արել։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Լսում եք Սաղմոս 2-ն ինչ ասում։ Եկեք այստեղ մի հատ էջանշան պահենք։ Որովհետև նա ինձ ցանկացավ եւ ես կփրկեմ նրան։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Հիմա միանգամից Փիլիպեցիներն եմ կարդում, որ առանցքը չկորցնենք։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան։ Ասում էր ես բարձր կանեմ նրան։ Եվ նրան մի անուն շնորհեց, որ նա ճանաչում է իմ անունը, Սաղմոս 2-ն ասում։ Աստված շատ բարձրացրեց նրան, եւ նրան մի անուն շնորհեց, որ վեր է ամեն անունից, ասա ամեն անունից։ Հիսուսի անունը բարձր է ամեն անունից։ Ես հիմա ասում եմ ինչ անուններից։ Որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ, երկնավորների, երկրավորների եւ երկրի տակ լինողների, ամեն անունից բարձր արես նրա անունը։ Մա հասկացաք ինչ անուններից։ Դե երևի հրեշտակների անուններից է ասում։ Որ Հիսուսի անունով ծրվի ամեն ծունկ, ուշադիր լսեք, երկնավորների, երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Ինչ նշանակում ճանաչել նրա անունը։ Նա կկանչի, չէ,
14-րդ խոսքը 91 Սաղմոսի, որովհետև նա ինձ ցանկացավ եւ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, սիրելիներ, ճանաչել Հիսուսի անունը նշանակում է գիտակցել, հասկանալ, հավատալ, որ Հիսուսին շնորհվել է մի անուն, որի առումով, որին դատապարտված են ծրվելու ամեն ծունկ եւ որին դատապարտված են դավանելու ամեն լեզու։ Մի մտածի, որ քո փրկությունը շատ ֆինանսների մեջ է։ Մի մտածի, որ քո փրկությունը բժշկական մեծ միջամտության մեջ է։ Մի մտածի, որ քո փրկությունը ինչ-որ շնչավոր ֆիզիկական երևույթի մեջ է։ Քո փրկությունը Հիսուս անվան մեջ է, որի անունով պիտի կրկնվի ամեն ծունկ, թե հիվանդության ծունկ, թե տառապանքի ծունկ, թե դեպրեսիայի ծունկ, թե տկարության ծունկ, թե մեղքի ծունկ, եւ ամեն լեզու պիտի դավանի, որ նա Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Ահա թե ինչ է նշանակում ճանաչել նրա անունը։ Բավարար չի, որ դու գիտես, որ նրա անունը Հիսուս է։ Բավարար չի, որ դու գիտես, որ նա խաչվել ու հարություն առել։ Կարիք կա, որ քո տվյալ ներ անձնական, ընտանեկան կլինի, ինչ իրավիճակ ուզում ան, դու իմանաս, որ այդտեղ Հիսուս անունը ավելի մեծ է, ավելի բարձր է, ավելի հեղինակավոր է, քան այդ երևույթը, քան այդ երևույթի անունը, որով դու անցնում ես կամ կարող ես անցնել։ Դու այստեղ ես թե չէ։ Եկեղեցի դու հայտնություն ստանում ես։ Ես բարձր կանեմ նրան, ում նա ով բարձրյալին իրան ապավեն արեց։ Նա ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, եւ պիտի փրկեմ նրան, եւ ես Եվ որ նա ճանաչեց իմ անունը, եկեք ճանաչենք Հիսուս անունը, եկեք ճանաչենք, որ Հիսուս անվանը դատապարտված է ծնկելու ամեն ծունկ քո բոլոր իրավիճակները, հիշի ինչի միջով ես անցնում, հիշի պոտենցիալ ինչերի միջով կարող ես անցնել, այդ դրանք դատապարտված են ծրվելու Հիսուս անվան առաջ, որովհետև Աստված նրան մի անուն շնորհեց, որ բարձր է բոլոր անուններից։ Ահա թե ինչ է նշանակում ճանաչել Հիսուս անունը։ Ճանաչել, որ նրա անունը բարձր է բոլոր անուններից, ինձ հանդիպած, իմ հետ առնչված բոլոր անուններից բարձր է Հիսուս անունը։ Ամեն, ամեն։ Նա կկանչի ինձ եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կանեմ նրան, երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Աստծո խոսքն ասում է նա, ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, նա, ով բարձրյալին իրան ապավեն արեց, նա, ով բնակվում է վեմի խոռոչում, ժայռի ծածկոցի տակ, ես պիտի փառավոր անեմ նրան, ես պիտի երկայն օրերով կշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց տամ նրան։ Հիմա նա, ով որ բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, այստեղ անելիք ունի թե չէ։ Այո, ունի։ Բոլոր ծայրահեղ, այսպես ասած, շնորհք քարոզող ավետարանիչներին իլուր ունի անելիք, հավատքն է, հավատքն է։ Բոլորը ինքնըստինքյան որդիներ չեն, բոլորը ինքնըստինքյան արդարներ չեն։ Սիրելիներ, մեր օրերում տարածված մեծ ստություն կա։ Հավանաբար, որ ասում են հիպերշնորհք են քարոզում, իրանց մասին է խոսքը։ Այո, կան մարդիկ, ովքեր այսպես են հավատում եւ քարոզում, որ ինչա որ Հիսուսը խաչվել ու հարություն առել, բոլորը արդար են, բոլորը որդիներ են եւ բոլորը դատապարտությունից ազատել։ Սա չի համապատասխանում ճշմարտությանը։ Սա իրանց լսելիքները շոյող վարդապետություն է։ Սա օտար ուսմունք է, որովհետև ես հիմա չեմ ուզում խորանալ վարդապետության մեջ, բայց մի հատ ընդհանրապես այսպես ասած ռետորական հարց եմ ուզում հնչեցնել։ Եթե բոլորը արդար են, ուրեմն բոլորը պետք է բժշկված լինեին։ Բոլորը պետք է կատարյալ ուրախություն ունենային։ Բոլորը պետք է բարգավաճած լինեին, եթե անելիք չունեն ամեն բան արված է, այո ամեն բան արված է, այն որ ես եւ դու չէինք կարող անեինք, բայց մնացել է հավատալը։
Եթե մարդ հավատացել է, որ Ադամի արածի պատճառով ինքը մեղավոր է, եթե մարդ հավատացել է, որ Ադամի արածն էր պատճառը, մեղած անկումն էր պատճառը, որ ինքը երբեմն առնչվում է հիվանդության, տկարության հետ, աղքատության հետ, ուրեմն նաև կարիք է հավատալ, որ Հիսուսի արածի պատճառով ինքը կարող է եւ պիտի լինի արդար, ուրախ, կատարյալ, խաղաղ եւ հարուստ։ Եվ այս առումով մենք նորոգվում ենք մեր միտքը եւ ամեն օր, այ հիմա դու լսում ես այս խոսքը եւ ամեն օր դու նրա պատկերին կերպարանակից ես լինում։ Դու քո միտքը նորոգում ես, որ չէ իմ բաժինն է, դու հիմա հասկանում ես, դու ճանաչում ես, որ դու ժառանգություն ունես, բայց սրան հավատալ է պետք, սրան հավատալ է պետք, ամեն։ Երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ովքեր են ուզում 90 տարի ապրել։ Յուրան ուզում է 90 տարի։ Արդյոք ովքեր են ուզում 120 տարի ապրել։ Բա ովքեր են ուզում 121 տարի ապրել։ Գիտեք ինչ եմ հարցնում։ Մովսեսը 90 Սաղմոսում լացում ասում է, Տեր, մեր օրերը կրճատվել են 70 տարի, եթե զորությունը 80 լինի, պետք է ցնցանք, ուրախանանք։ Ջրեղից հետո Աստված ասես մարդու օրերի թիվը 120 տարի լինի։ Եվ մենք վերցրել ենք այս կաղապարը մեր համար, մտել ենք այս կաղապարի մեջ, ուզում ենք ապրել այս կաղապարով։ Ոչ Մովսեսի ասած 70-80 տարին, ոչ էլ այն ժամանակ Տիրոջ ասած 120 տարին, քո հետ որևէ առնչություն չունի։ Պատերն է ասել, գիտեմ Տերն է ասել։ Հիսուսը սատանային էլ ասեց, «Убирайся прочь», որ դա ինձ չի ասել, կամ հո ինձ չի վերաբերվում հիմա։ Բայց ինքը Պետրոսին ֆրաց ասեց, ասեց, «Отойди от меня, սատանա»։ Բայց որ Պետրոսին չասեց, որ Պետրոսին չէր վերաբերվում։ Միջև մեղածանկումը այդպես չէր, որ 120 տարի։ Իմ կարծիքով մի հատ անսահմանություն էր սա։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որտեղ մարդը ապականացու մարմնի մեջ չէր անում, մարդը Տիրոջ նման էր։ Հետո Մովսեսը բերեց այս 120-ը, մի քիչ էլ իջացրեց, ասես 70 տոնը, որ 80 լինի, պիտի փառքվեն, մի թաքուն տեղ պիտի պարենք։ Հենված իրանց փորձառության վրա։ Ու ասեմ, այն օրերում, որ ապրում էին մարդիկ մեղած անկումից միջև ընկած հարություն, միջև հարություն ընկած ժամանակահատվածը 80-ն էր շատ։ Ոչ եռնեք այդ օրերին։ Դու 60-ն էր շատ։ Ոչ եռնեք այդ օրերին, երբ որ մարդիկ դեռ մահվան վախով ապրում են գերության մեջ, երբ որ Քրիստոսը չէր խաչվել եւ հարություն չէր արել։ Բայց ինչ կատարվեց, երբ որ Հիսուսը խաչվեց ու հարություն առավ։ Նա ազատեց մեզ ամեն անեծքից, նա ազատեց ամեն դատապարտությունից, նա ազատեց քեզ ապականացու լինելուց, դու պոտենցիալ անապականացու ես, որտեղ գրված է, այո, ֆիզիկական, այս բիոլոգիական մարմնի առումով գրված է, ընտիրները կթուլանան, զորավոր կտրիժները կընկնեն, բայց Տիրոջն ապավինողները պիտի նորոգվեն ուժով, արծիվների պես պիտի վեր սլանան, պիտի քայլեն ու չհոգնեն, պիտի վազեն ու չվաստակեն։ Հիմա հարց եմ տալիս, դու ապականացու մարմնի մեջ ես, թե չէ։ Ինչ որ առումով, հա, դե յուրե, բայց դե ֆակտո դու կարող ես չլինել, որտեղ երբ որ դու ապավին ես Տիրոջը, այդ քո ապականացու կոչվածը քեզ ծառայելու է ինչպես թե անապականացու։ Բայց ոնց է ալում է, որ բժիշկները շատ էլ որ գիտեն ռակի բուժման ձևը, չեն բուժում քիմիաներով խափում են մարդկանց փող աշխատացնում, բայց մարդը հավատում ու բժշկվում է։ Հիմա հարց եմ տալիս, ապականացու մարմնում է ապրում թե անապականացու։ Եթե անգամ իրավաբանորեն ապրում է ապականացու մարմնում, բայց Քրիստոսին մեռելներից հարություն տվող զորությունը ներգործում է, եւ երբ որ այդ զորությունը ներգործում է, այդտեղ ոչ մի ապականացու չի կարող հաջողվել։ Երկայն օրերով կկշտացնեմ նրան, ում նա ով բարձրալի ծածկոցի տակ է բնակվում, նա ով բարձրալի իրան ապավեն արեց։ Ես մի ժամանակ մտածում էի, ինչ կա ստեղ երկար ապրելու, ինչ ունեմ ստեղ երկար ապրելու։ Սիրելիներ, ով որ ուզում է վարկյան շուտ գնա, ինքը ազատ է։
Բայց ով որ ուզում է ապրի, իսկապես, ով որ ուզում է ապրի, մենք խոսք ունենք մարգարեական, ավելի արժանահավատ։ Երկայն օրերով կկշտացնեմ նրան։ Գիտեք ինչ է նշանակում կկշտացնեմ։ Դու ապրես այնքան, օրերից հետ հագեցած, կյանքդ վայելած, կշտացած։ Աստծո կամքը չի, որ որևէ մեկը օրերից չկշտացած գնա։ Աստծո կամքն է, որ բոլորը կշտանան իրանց օրերից։ Եվ Պետրոս, առաջի Պետրոս, լավ, անգիր ասեմ, առաջի Պետրոս 3-րդ գլխում է գրված 10-րդ խոսքը։ Եթե մեկ ուզում է կյանք սիրել, եւ այս նույնը գրված է նաև 34-րդ Սաղմոսում։ Եթե մեկ ուզում է կյանք սիրել եւ երկար օրեր տեսնել, թող իր լեզուն պահի չարից, չարությունից, եւ իր շուրթերը որ նենգություն չխոսեն, որտեղ կյանքն ու մահը լեզվի ձեռքին է։ Երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Բայց որպեսզի մենք հասկանանք, սա ինքնանպատակ չի աշխատում, Պետրոսը բերում է բալանսի։ 34-րդ Սաղմոսում նույն ինքը Սաղմոս 2-ում բերում է բալանսի։ Եթե մեկը ուզում է կյանքը սիրել, գիտես որ Աստված ուզում է դու սիրես այս կյանքը, որ ապրում ես։ Էնի հնարավոր չի սիրել Երկնային Երուսաղեմը։ Այս կյանքը Աստված ուզում է որ դու այս կյանքը սիրես։ Ու դա հնարավոր է, դա հնարավոր է։ Վեմի խորոչում լինելու պարագայում, Քրիստոսի մեջ լինելու պարագայում։ Եթե մեկ ուզում է կյանք սիրել եւ երկար օրեր տեսնել, թող իր լեզուն պահի չարից, այո մենք անելիք ունենք, մենք պետք է հավատանք եւ մենք պետք է իմանանք ինչ ենք խոսում։ Որովհետեւ այնքանով է կատարված ամեն բան, այո, ես ասում այո եւ ամեն կատարված է, որ ես այսօր որդի եմ։ Եվ ես պիտի զգուշություն անեմ իմ լեզուն, որովհետեւ որդին որ ասեց, վայ եկել տարել է, որովհետև որդին ասեց, Տերը որ ասեց, որովհետև Տերը ասեց, դրա համար պիտի ուշադրություն դարձնենք, թե Տերը ինչ է ասում։ Ասեմ են օրը Ժորա աղբերը Սոսեխորից լավ հայտնություն փոխանցեց, ինձ շատ դուր եկավ, կյանքն ու մահը լեզվի ձեռքին է։ Սա միայն չի նշանակում, որ մենք մեր իրավիճակների առումով, մեր կյանքի առումով, մեր առողջության առումով մահ չխոսանք, սա նաև նշանակում է, որ մենք պիտի մահ խոսանք բոլոր են տնկերին, որ Աստված չի տնկել, որ Հայրը չի տնկել, բոլոր են անպտուղ թզենիներին։ Քո կյանքում ամեն անպտղության վրա մահ խոսա, վիժեցում խոսա, դատաստան արա։ Քո կյանքում խոսա կյանքը, քո առողջության համար, քո ընտանիքի համար, քո սերունդի համար, քո բոլոր գործերի համար խոսա կյանք եւ խոսա մահ քեզ պատահած բոլոր խորթ իրավիճակների վրա Հիսուսի անունով, որը պտուղ չի բերում, որը Հայրը չի տնկել, ամեն, դրա համար կյանքն ու մահը իմ եւ քո լեզվի ձեռքին է, ամեն։ Եկեղեցի դու օրհնված ես, իմ համար սա զորավոր հայտնություն է, ես ուղղակի ապրում եմ սրանով, իմ համար հայտնություն է, որ այս բարձրալի ծածկոցը դա հենց ինքը Քրիստոսն է, Քրիստոսի վեմի, Քրիստոս վեմի մեջ լինելն է եւ սրան պարզապես պետք է հավատալ, պետք է իմանալ, գրված է ինչպես հավատան, եթե չլսեն, ինչպես լսեն, եթե չքարոզվի, ինչպես քարոզվի, եթե չուղարկվեն։ Ուղարկվեց, լսվեց, չքարոզվեց, լսվեց, հիմա հավատալ։ Այս ամենը գրվեցին, որ հավատանք եւ հավատալով կյանք ունենանք, ամեն։ Սիրելիներ, ինչ որ կապված է, ինչ որ պայմանավորված է Քրիստոսի հետ, Փառաբանության խումբը կարող է գալ արդեն, ինչ որ կա կապված եւ պայմանավորված է Քրիստոսի հետ, ես եւ դու, սա միայն կարանք ունենանք հավատքով։ Եբրայեցիների ցեղիներն ասում են, բայց առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճո լինել։ Բայց առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճո լինել։ Հետո ինչ որ Հիսուսը խաչվելու արություն արել։ Հետո ինչ որ Հիսուսը մեզ ազատել է ամեն անեծքից։ Առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճո լինել։ Եկեք ես այսօր տեղերը փոխեմ։ Առանց հավատքի անկարելի է անեծքից ազատ լինել։ Առանց հավատքի անկարելի է փրկվել արդարանալ։ Առանց հավատքի անկարելի է բժշկվել։ Առանց հավատքի անկարելի մեկ բառով ասած Աստծուն հաճո լինել։ Ուսանողները երեք քննություն էին նվագում։ Կա որ ինձ դուր են գալիս, ես հավանում եմ կամ որ չեն հավանում։ Ես չեմ հավանում կամ չհավանում անարգում իրանց մարդ տեսակը։ Ես հավանում եմ
այն ռեսուրսներն ու պոտենցիալը, որ ես ներդրել եմ, այն ներդրմանը, դրա ռեալիզացիային, կիրառմանը, այսինքն հավանում եմ իրան նվագին, չեմ հավանում նրան նվագին, բայց այնում էլ որ չեմ հավանում, չի նշանակում չեմ սիրում, Աստված բոլորին է հավանում, նա բոլորին է սիրում, բայց առանց հավատքի անկարելի է զորապետին հաճո լինել։ Ամեն։ Եկեք կանգնենք հավատքի։ Սիրելիներ, ես ուզում եմ դույլը բերենք ստեղ մեր այսօրվա զոհաբերությունները, նվերները, սերմերը այս լույսի տակ վերանայված որպես հավատքի սեր, արքայության գործի համար, ավետարանի համար բերենք, բայց հավատ։ Ես այսօր ինչ որ կարդացի, սրանք լոկ տարեր ու ջիր են, եթե սրանք չխառնվի հավատք։ Գրված է անապատում փռված, մեռած ընկան, որտեղ խոսքը հավատքով չխառնվեց։ Գիտեք, երբ որ Աստված խոսքը տալիս է, կարիք կա, որ այդ խոսքը խառնվի, մինուսը միանա։ Հոսանքից ովքեր հասկանում են, մենք գործ ունենք պլյուսի մինուսի հետ, որպեսզի հոսանք լինի, որպեսզի էներգիա արձակվի։ Խոսքը, երբ որ հավատքով խառնվում, արձակվում է այդ էներգիան։ Խոսքը պահանջում է հավատ։ Խոսքի ճիշտ կոնցեպցիան հավատքն է։ Խոսքի ճիշտ խառնուրդը հավատքն է։ Հավատքի ճիշտ խառնուրդը խոսքն է։ Հավատքը հենված չի տատու պապերի առասպելների վրա, խոսքի վրա։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Ամեն։ Եկեք աղոթենք ու նաև մեր սրտի հոժարության չափով բերենք մեր հավատքի սերմերը, հնծաները, փառաբանության խումբը ծառայի, ինչով եք ծառայում։